Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի 1145-րդ օրն է։ Ձեզ համար նորից կարճ եթեր եմ պատրաստել Պուտինի վերջին ահաբեկչության ֆոնին։ Այսօր մեր հեռարձակումը կսկսենք ոչ թե ռազմաճակատից, այլ խաղաղ Սումի քաղաքից, որտեղ Պուտինը հերթական ահաբեկչությունն է կատարել։ Ապրիլի 13-ի կեսօրին Ռուսաստանը բալիստիկ հարձակում է իրականացրել ուկրաինական Սումի քաղաքի կենտրոնական հատվածի վրա։ Կիևի ժամանակով 15:35-ի դրությամբ հայտնի է դարձել 32 զոհի մասին, այդ թվում 2 երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի փրկարար ծառայությունը։ Նախնական տվյալներով վիրավորվել է 99 մարդ, նրանց թվում եւս 11 երեխա։ Բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն, խոցվել են պատահական անցորդներ, քաղաքացիական մեքենաները եւ մարդկանցով լցված տրոլեյբուսը։ Սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկա-ռուսական շփումներին հաջորդում են ահաբեկչական հարձակումներ ուկրաինացի խաղաղ բնակիչների դեմ։ Ինչպես նշեց Ուկրաինայի անվտանգության խորհրդին կից ԱՊԱԿ տեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն, Ամերիկայի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Վիտկովի եւ Ռուսաստանի իշխանությունների հանդիպումն ավարտվեց ուկրաինացի խաղաղ բնակիչների դեմ ռուսական նոր դաժան հարվածներով։ Ռուսաստանը բալիստիկ հարձակում է ձեռնարկել Սումիի մարդաշատ կենտրոնի վրա։ Ամերիկայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Վիտկովի եւ Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինի բանակցություններից անմիջապես հետո, իսկ սա արդեն օրինաչափություն է դառնում։ Կովալենկոն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության հարվածի նպատակը Սումիին, ինչպես նաև դրանից առաջ Կրիվոյ Ռոգին, եղել է առավելագույն թվով քաղաքացիական զոհեր պատճառելը։ Հարձակումն իրականացվել է հանգստյան օրը, Սուրբ Ծաղկազարդի տոնին, քաղաքի կենտրոնական հատվածում, որտեղ մեծ թվով խաղաղ մարդիկ են կենտրոնացված։ Հատկանշական է, որ հարձակումը տեղի ունեցել Մոսկվայում Պուտինի հետ Ուիտկովի բանակցություններից անմիջապես հետո, մեջբերեմ, եւ սա Պուտինին տեսնելու համար Ուիտկովի Մոսկվա այցից հետո, նախորդ անգամ Կրիվոյ Ռոգն էր, երբ շատ երեխաներ մահացան։ Ռուսները հարվածեցին Դմիտրիևի եւ Պուտինի մերձավոր գործընկերոջ Վաշինգտոն կատարած այցից հետո, որտեղ նա հանդիպել էր Վիտկովի հետ։ Ռուսաստանը կառուցում է իր ողջ այսպես կոչված դիվանագիտությունը եւ ռեկետը խաղաղ բնակչության վրա հարձակումների շուրջ, հայտարարել է Կովալենկոն։ Ասում եմ, միգուցե այդ Վիտկովի ազգանունը Վիցկով է, բացի անկապ բառակույտից նրանից ոչինչ չենք լսում, իսկ նրա հանդիպումների ֆոնին պարզապես անմեղ մարդիկ են մահանում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարություն արել Սումիում խաղաղ բնակիչների վրա Ռուսաստանի դաժան հարձակման վերաբերյալ, մեջբերեմ, նրանք հարվածել են քաղաքի սովորական փողոցին, եւ սա այն օրը, երբ մարդիկ գնում էին եկեղեցի Ծաղկազարդի կիրակի։ Միայն սրիկաները կարող են դա անել, ասել է Զելենսկին։ Զելենսկին կոչ է արել համաշխարհային հանրությանը կոշտ արձագանքել Ռուսաստանի վերջին ահաբեկչությանը, միայն ագրեսորի վրա ճնշումը նրա խոսքերով կարող է վերջ տալ պատերազմին, որը Կրեմլը սանձազերծել է Ուկրաինայի դեմ։ Մեջբերեմ, խոսքերը երբեք չեն կանգնեցրել բալիստիկ եւ օդային ռումբերը, մեզ անհրաժեշտ է այնպիսի վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ, ինչպիսին արժանի է ահաբեկիչը, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան իր հերթին հայտարարել է միջազգային գործընկերներին Սումիի խաղաղ բնակիչների կյանքը խլած ռուսական բալիստիկ հարվածի մասին բոլոր տվյալները փոխանցելու մասին։ Քաղաքակիրթ աշխարհի առաջնորդները արդեն դատապարտում են Պուտինի տերորը, ցավակցություն հայտնելով Ուկրաինային, նրանց թվում նաև Մակրոնը։ Անցնենք ռազմաճակատի լուրերին։ Ռուսների կողմից ինքնասպանական հարձակումները շարունակվում են, ինչպես ես երեք ասացի, այս ամենը կապված է Կրեմլի եւ Վաշինգտոնի հետ շփումներին։ Չզիջողի կերպար ստեղծելու համար Պուտինը իր զորքերը շարունակում է ոչնչացնել պատերազմի հնոցում։ Անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 120 ռազմական բախում, ուկրաինական ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին հարվածել են 7 տարածքների, որտեղ կենտրոնացված էին ռուսները, նրանց սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ընդհանուր առմամբ վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է 1220 ռուս զավթիչ եւ ավելի քան 400 միավոր տեխնիկա, ավելի ստույգ 408 միավոր։ Ընդհանուր առմամբ լայնածավալ պատերազմի սկզբից Ռուսաստանի կորուստները կազմել են 932670 զավթիչ։ Այն մտավոր հետամնաց պուտինիստներին հիշեցնեմ, որ այս թվերը Ուկրաինայի գլխավոր շտաբի փաստաթղթավորված տվյալներն են։ Ռազմաճակատում դաժան պարտության ֆոնին ռուսները գիշերը նորից հարձակվեցին Ուկրաինայի քնած քաղաքների եւ գյուղերի վրա,
բայց անցած գիշերը ուկրաինական հոպը թշնամուն շանս չթողեց մեզ վնասելու։ Ամենայն հավանականությամբ այս ամենից գազազած Պուտինը անցավ բալիստիկ հրթիռներով հարվածին, բալիստիկ հրթիռները շատ թանկ են ու քիչ են ռուսական արսենալում, սրանք օգտագործվում են հատուկ դեպքերում։ Դե հատուկ դեպքն էլ, ինչպես ասացինք, ամերիկացիների հետ հանդիպումներ եւ մարտի դաշտի ծանր կորուստները։ Ի տարբերություն ռուսների, ուկրաինական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները ոչնչացնում են Ռուսաստանի տարածքում բացառապես ռազմական թիրախներ։ Հիշեցնեմ, որ ամենատպավորիչ կադրերը, որոնք ցավոք չեն կարող ցուցադրել YouTube-ում, կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Telegram-ում նայելու շատ բան կա, վայելեք, այնտեղ նաև կարող եք տեսնել, թե ինչպես Բելգրադի մարզում օկուպանտները կրկին շատ ցավոտ կորուստներ ունեցան։ Երեկ մինչ ռուսական զորքերի շարասյունը պատրաստվում էր ռոտացիայի Բելգրադի մարզում, ուկրաինական ավիացիան դիպուկ հարված է հասցրել տեխնիկայի եւ կենթանի ուժը վերածելով մետաղի ջարդոնի կույտի։ Ուկրաինական ավիացիան փաստացի արգելափակում է նոր ուղղություններից ճնշումը մեծացնելու Ռուսաստանի փորձերը Բելգրադի մարզում զորքերի կենտրոնացման, սարքավորումների եւ նյութատեխնիկական միջոցների դեմ հարվածները խաթարում են ռազմաճակատի ընդլայնման Պուտինի պլանները եւ խաթարում են օկուպանտների մարտունակությունը նույնպես հենց չսկսած, հենց մինչ հարձակումը սկսել է։ Թուրքերն իրենց մասին հիշեցնում են, հայտնում են, որ իբր հաջորդ շաբաթ Անկարայում նախատեսվում է ուկրաինա-ռուսական բանակցություններ անցկացվել։ Այս մասին հայտնում է CNN թուրքը, հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության աղբյուրներին։ Դեռ այս մասին ուկրաինական կողմից պաշտոնական տեղեկատվություն չկա։ Իմ կողմից ասեմ, որ շատ շնորհակալ եմ ձեր սրտանց մեկնաբանությունների, լայքերի եւ մեր եթերները տարածելու համար։ Շատ չերկարացնեմ եթերը, ձեզ լավ երեկո եմ մաղթում, իսկ թշնամին կշարունակի ստանալ մեր պատասխանները։ Մինչ նոր հանդիպում, բարեկամներ։